Արյան այս թարմ հետքերը վկայում են այն մասին, որ երեք այստեղ վիճաբանություն է տեղի ունեցել։ Երեք ոստիկանությունը դեպքից հետո շրջափակել էր եւ լրագրողներն այս հատվածներ մուտք գործելու հնարավորություն չունեին եւ այս կադրերը ֆիքսելու հնարավորություն չունեին։ 30-40 հոգի մոտավորապես ըստ տարածված տեսանյութի շենքերի բակերով, այստեղ շուրջ բոլորը շենքեր են, ավտոտնակների տարածքով մոտեցել են այստեղ, վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, ըստ որոշ տեղեկությունների անգամ դանակահարություն եւ այստեղից հիվանդանոց են տեղափոխվել 7 քաղաքացիներ, 7 տղամարդիկ։ Ցավոք մեկը մահացավ հենց վիրասրահում, իսկ այն 6-ին բոլորին ցուցաբերվել է տարբեր բնույթի կախված ծանրության աստիճանից միջամտություններ բժշկական, ամեն դեպքում բոլորը վիրահատվել են։ Այսօրվա դրությամբ բոլորի վիճակը արդեն կայուն է, բոլորի հեմոդինամիկ ցուցանիշները կայունացել են, այսինքն այրանչնշում եւ այլն, եւ կյանքին վնաս սպառնացող որևէ դեպք չունենք, նույնիսկ կարող եմ ասել, որ 5 հոգի են մնացել հիվանդանոցում, որտեղ մեկը տուն է գնացել։ Հիմնականում ինչ վնասվածքներ ունեին եւ տղամարդը, որ մահացել է, ինչ խնդիր ունի։ Կրծքավանդակի, որովայնի շրջանի տարբեր տեսակի վնասվածքներ, ելի ոչ որպես էքսպերտ, հրազենային տարբեր վնասվածքներ էին, իսկ մահացածի մոտ ավելի շատ որովայնի շրջանի վնասվածք էր, որը բերել էր որովայնի խոռոչ օրգանների, մասնավորապես լյարդի, լրիվ քայքայման կամ վնասման։ Օրը ցերեկով Աչափնյակի Աբելյան փողոցում հնչել են կրակոցներ, մարդիկ լսել են ձայներ, ըստ որոշ տեղեկությունների դպրոցից տուն վերադարձող երեխաներ են ձայներ լսել ու հետ են մտել նորից դպրոցներ։ Երեխաների տուն գալու ժամն էր, բնականաբար երեխեքի համար վախեցանք։ Աշխատում ենք բակում իրանց հետ դուրս գանք։ Դեպքից հետո։ Դեպքից հետո։ Միջև այդ սենց բան չի եղել։ 3-ից 3 անցկեր, սկզբից լսվեց 3-4 հատ ատրճանակի կրակոց, հետո ինքնաձիգի ամեն դադարեցին։ Մարդիկ էին փախում, բանման հետո պարզվեց, որ մարդը մահացել։ Պատուհանից էիք նայում։ Այո։ Ինչ էիք տեսնում։ Բան չերևաց, մենակ այդ կրակոցից հետո փախնող մարդիկ էին։ Այն կողմ փախան մի 10 հոգի։ Հետո եկան մեքենաներ էին կանգնած, ինչ որ բաներ երևի վիրավորներին էին, դրեցին տարան։ Ես լրաբերից իմացա։ Դուք քանի տարի եք այստեղ ապրում։ 30։ Առաջին անգամ է այսպիսի բան։ Սենց բան չի եղել։ Պատահական Facebook-ով դաժե լսեցի ու շատ այնպես վատ զգացի, որ սենց դեպքեր են կատարվում Հայաստանում, մանավանդ Երևանում, այս օրը ցերեկով։